Սիրելիներս, իսկ դուք նկատել եք, որ բուլինգի կամ բռնության են ենթարկվում միամիտ, բարի, կարեկցող մարդիկ։ Ինչու է դա այդպես, որովհետև նրանք այդ մարդիկ մի sense գաղափար են ստեղծել իրենց մեջ, որ չի կարելի ոչ մեկին պատասխանել, չի կարելի ամոթ է քո սահմանները պաշտպանել, ամոթ է մարդուն մերժել, եթե անգամ դու ինչ-որ մի բան չես ուզում, ոչ մի դեպքում չպետք է սխալ թույլ տալ, որովհետև կարող է քեզ ծաղրեն, ծաղրի առարկա դառնան, ցավոք, երևի դուք ձեր շրջապատում կունենաք այդպիսի մարդկանց, որովհետև շատ են հիմա այդպիսի մարդիկ, միգուցե նաև դուք եք այդպիսին։ Եվ այդպիսի մարդիկ խուսափում են շփվել այլ մարդկանց հետ եւ մենակ են մնում ու նեղանում են ամբողջ աշխարհից։ Հիմա ինչ պետք է անել։ Առաջին հերթին դուք պետք է ընդունեք, որ սխալը մարդու կյանքում դա պարտադիր բան է, որովհետև եթե չանես սխալ, չես իմանա որն է ճիշտը։ Միայն եւ միայն սխալվելով է մարդը ունենում հոգևոր աճ։ Եվ այն մարդը, որ ձեզ ծաղրում է ինչ-որ սխալի համար, ես ես վստահեցնում, որ ինքն էլ շատ սխալներ ունի, պարզապես նա նորմալ է վերաբերվում սխալներին եւ չի մտածում, եթե սխալ թույլ տամ, ուրեմն կարող է ինձ ծաղրեն, հա։ Իսկ եթե դուք մտածում եք, որ ձեզ կարող են ծաղրել, որ ձեզ կարող են ձեռք առնել, որ ձեզ կարող են բռնանալ, ոչ մի վայրկյան չկասկածեք, որ հենց ձեր կյանքում կհանդիպեք այդպիսի մարդկանց, որտեղ բազմիցս ասել եմ, ամբողջ տեզերքում ձգողականության օրենքն է, ուրեմն աշխատում եւ ինչ որ մտածում ես, այն էլ ստանում ես քո կյանք։ Ուրեմն ինչ պետք է առաջին հերթին անել։ Առաջին հերթին պետք է ընդունել, որ պարտադիր պետք է անել սխալներ։ Անկամ ես մի բան խորհուրդ կտամ, սկսեք անել սխալներ, չեմ ասում մեծ սխալներ կամ սխալներ, որոնք կվնասեն ուրիշներին, այլ սխալներ, որոնք որ դուք կարող եք անել։ Օրինակ, ինչ որ տեքստ եք գրում, մի հատ սխալ թույլ տվեք, պարտադիր չի sense 1000 անգամ լարված ստուգել, ինչ որ ճիշտ է, սխալ է։ Այդպես դուք կունենաք հոգևոր աճ, հարգելիներս, սա ես ասեմ անգին խորհուրդ է, որովհետև այն մարդը, որը որ գտնվում է այդ բարդ իրավիճակում, նա չգիտի ինչպես գնալ առաջ եւ ինչ քայլ անել, որպեսզի կյանքում հասնել հաջողության։ Ես իհարկե վստահ եմ, որ դու կարող ես եւ կհետևես խորհրդիս։